Հունիսի 7-ին Հայաստանում անցկացված 9-րդ խորհրդարանական ընտրություններից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է նախնական արդյունքները։ Ըստ դրա ձայներով առաջատար է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 49.8%-ով, երկրորդ տեղում Ուժեղ Հայաստան դաշինքն է 23.2%, իսկ երրորդը Հայաստան դաշինքը 9.9%։ Շիրակի մարզում ընտրությունների գլխավոր առանձնահատկություններից մեկը մասնակցության աճն էր։ Վերջին 3 խորհրդարանական ընտրությունների համեմատ մարզում քաղաքացիների ակտիվությունը նկատելիորեն բարձրացել է։ Եթե 2021 թվականի ընտրություններին Շիրակում մասնակցել էր ընդամենը 93.517 ընտրող, ապա 2026 թվականի քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը հասել է 15249-ի։ Մասնակցության մակարդակը կազմել է 55.45%, ինչը շուրջ 14%-ային կետով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը 41.24%։ Հետաքրքիր է, որ ընտրողների ընդհանուր թիվը մարզում շարունակել է նվազել։ Եթե 2017 թվականի ընտրական ցուցակներում ընդգրկված էր 230.694 ընտրող, ապա 2026 թվականին այդ թիվը հասել է 207.820-ի, այսինքն 9 տարվա ընթացքում Շիրակը կորցրել է ավելի քան 22,000 ընտրող։ Սակայն ընտրողների թվի նվազումը չի հանգեցրել մասնակցության անկման։ Հակառակը 2026 թվականին ընտրատեղամասեր վերադարձած քաղաքացիների թիվը զգալիորեն աճել է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Շիրակի մարզում 2017 թվականից սկսած մասնակցության պատմությունն այս տեսքն ունի. 2017 թվական 57.78%, 2018 թվական 45.13%, 2021 թվական 41.24%, 2026 թվական 55.45%։ Այսպիսով 2026 թվականի ցուցանիշը գրեթե հասել է 2017 թվականի ռեկորդային ակտիվությանը եւ դարձել վերջին 8 տարվա երկրորդ ամենաբարձր արդյունքը։ Մարզի համայնքների կտրվածքով ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Արտիկում։ Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 37111 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 22855-ը կամ 61.59%-ը։ Անի համայնքում մասնակցությունը կազմել է 60.17%, 15958 ընտրողից քվեարկել է 9602-ը։ Ախուրյանում ընտրություններին մասնակցել է ընտրողների 58.65%-ը, 18512 քաղաքացի։ Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Գյումրիում, որտեղ ընտրատեղամասեր է գնացել ընտրողների 52.11%-ը։ Թեև մարզի վարչական կենտրոնում քվեարկել է ամենամեծ թվով մարդ 56445 ընտրող, տոկոսային արտահայտությամբ Գյումրին զիջել է մյուս խոշոր համայնքներին։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների տվյալները եւս ցույց են տալիս հետաքրքիր պատկեր։ Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տարածքում, որտեղ 55 ընտրատեղամասերում գրանցված 53071 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 32455-ը կամ 61.14%-ը։ Թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ենթակա 44 ընտրատեղամասերում գրանցված 47910 ընտրողից քվեարկել է 26505-ը, ինչը կազմում է 55.30%։ Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 63 ընտրատեղամասերում գրանցված 26466 ընտրողից ընտրությանը մասնակցել է 14544-ը կամ 54.90%-ը։ Ամենացածր մասնակցությունը գրանցվել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տարածքում, որտեղ 58 ընտրատեղամասերում հաշվառված 80375 ընտրողից քվեարկել է 42042-ը, ինչը կազմում է 52.31%։ Թվերը վկայում են, որ Շիրակում ընտրողների հետաքրքրությունը քաղաքական գործընթացների նկատմամբ կրկին աճել է։ Եթե 2021 թվականի ընտրություններից հետո խոսվում է հանրային հիասթափության մասին, ապա 2026 թվականի ընտրություններն արդեն ցույց տվեցին այլ միտում։ Մարզի ավելի քան յուրաքանչյուր երկրորդ ընտրող մասնակցել է քվեարկությանը, վերականգնելով վերջին տարիներին կորցրած ակտիվության զգալի մասը։ Այժմ մնում է սպասել հունիսի 14-ին, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհաստատի ընտրությունների վերջնական արդյունքները եւ պարզ կդառնա, թե ինչպես են մասնակցության այս ցուցանիշները վերածվել քաղաքական մանդատների։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ի արտահերթ նիստում վավերացրել է ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.503.981 է։ Իսկ ընդհանուր ընտրողների թվից հաշված տոկոսային արտահայտություն 58.94։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոցնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը 2.605.100։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը
204,000 Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման տպված կտրոնների ընդհանուր թիվը 1,474,041 Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը 2368 Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը 1,476,409 Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը 201,123 Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիչների ընդհանուր թիվը 1,128,918 Անվավեր քվեաթերթիկների թիվը 17,097 Եվ այսպես հրապարակում եմ քաղաքական ուժերի ստացված քաղաքական ուժերի կողմ քվեարկած Կուսակցությունների դաշինքների ստացած քվեները Ռեֆորմիստների կուսակցություն 1456 Բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն 21477 Ուժեղ Հայաստան դաշինք 340,088 Հայաստանի շնորհապետական կուսակցություն 3807 Նորուժ ռեֆորմիստական կուսակցություն 25624 Միասնության թևեր կուսակցություն 33644 Բարգավաճ Հայաստան կուսակցություն 58378 Ազգային ժողովրդավարական Բևեռ համահայկական կուսակցություն 5485 Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցություն 1984 Հայ ազգային կոնգրես կուսակցություն 3206 Հանրապետություն կուսակցություն 15835 Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն 2679 Ժողովրդավարական համախմբում կուսակցություն 5284 Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն 26567 Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 727820 Հայաստան կուսակցությունների դաշինք 145113 Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն 6750 Լուսավոր Հայաստան կուսակցություն 7258 Անճշտությունների գումարային չափը 1279 Ընտրության արդյունքներն ամփոփվում եւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունվում է քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը հունիսի 14-ին Եվրամիությունը Հայաստանին 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի։ Ծրագիրը միտված է երկրի տնտեսական զարգացմանը։ Հայաստանից արտահանվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սահմանված արգելքներն ու սահմանափակումները շարունակում են մտահոգել արտադրողներին։ Խոսքը հատկապես ծաղիկների, մրգերի, հատապտուղների եւ այլ գյուղատնտեսական ապրանքների մասին է, որոնց արտահանման գործընթացում առաջացած խոչընդոտները զգալի ազդեցություն են թողնում տնտեսության այս ճյուղի վրա։ Աքսիս վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Ասֆանյանի գնահատմամբ նման սանկցիաները միայն տնտեսական բնույթ չեն կրում, այլ ունեն նաև քաղաքական ենթատեքստ։ Նրա խոսքով նման քայլերով փորձ է արվում ցույց տալ, որ Հայաստանը շարունակում է որոշակի կախվածություն ունենալ Ռուսաստանից, ինչն ազդեցություն է թողնում երկրի տնտեսական գործընթացների եւ արտաքին առևտրային հարաբերությունների վրա։ Մեր տնտեսությունը բավականին լուրջ կախվածություն ունի Ռուսաստանից։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից կիրառվող այդ ներկրման սահմանափակումներին եւ դրանց հնարավոր ազդեցությանը մեր տնտեսության վրա, իրականում ամեն ինչ կախված է ժամկետից։ Ինչ ժամկետով այս սահմանափակումները կիրառվում։ Մեր զրուցակցի գնահատմամբ ներկայիս կառավարության կողմից իրականացրած քայլերը ողջունելի են։ Նաև ընդգծեց, որ քաղաքական գործընթացներից, մասնավորապես ընտրություններից հետո ակնկալվում է առավել հստակ եւ երկարաժամկետ ռազմավարության մշակում։ Նրա համոզմամբ այդ քայլերը հնարավորություն կտան ավելի արդյունավետ արձագանքել առկա մարտահրավերներին եւ ապահովել երկրի տնտեսական կայուն զարգացումը։ Մեր ընկալմամբ թերևս ընտրություններից հետո իրավիճակը ավելի այսպես ասած հանգուցալուծման կգնա եւ մենք մի քանի շաբաթվա կամ մի քանի ամսվա ընթացքում վստահ ենք, որ իրավիճակը էականորեն կհարթվի։ Այդուհանդերձ այն միջոցառումները, որը կառավարությունը անհապաղ ձեռնարկեց, ողջունելի են եւ ես կարծում եմ դրանք հնարավորություն կստեղծեն որոշակիորեն մեղմելու բացական ազդեցությունները մեր տնտեսվարողների վրա։ Այն ծրագրերը, որը նախատեսվել է կոնկրետ ապրանքատեսակների, 4 ապրանքատեսակների գծով,
նաև կոնկրետ երկրներ մաքսատուրքի ազատում, եթե արտահանվում է ԵՄԱ, Միացյալ Թագավորություն, Կանադա, մաքսատուրքի փոխհատուցում, դրանք բոլորը բնականաբար ողջունելի են։ Բնականաբար դրանք այնպես չի, որ ամբողջովին կապված են հենց տնտեսական, խնդիրների հետ կապված, կամ որակի հետ կապված։ Դրանք քաղաքական, այսպես ասած, մոտիվացիա ունեն եւ նպատակներ ցույց տալու, թե ինչ կլինի, եթե Հայաստանում չընտրվեն պրոռուսական իշխանություններ։ Այս է հիմնական իրաց նպատակը, այսպես ուզում են դեմոնստրատիվ ցույց տալ, թե մեր տնտեսության հետ ինչ կարող է տեղի ունենալ։ Միևնույն ժամանակ փորձագետը նշեց, որ Հայաստանը պետք է շարունակի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման քաղաքականությունը, ամրապնդելով կապերը Եվրոպական միություն, Միացյալ Թագավորություններ եւ Կանադա։ Թեմային անդրադարձել է նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։ Փաստացի ունենք հստակ քաղաքական հանձնառություն, որ Հայաստանի Հանրապետությունից գյուղմթերքը Եվրոպական միություն կարտահանվի առանց մաքսատուրքի եւ առաջիկայում սա կդառնա իրողություն, սա նշանակում է, որ մեր գյուղատնտեսության եկամտաբերությունը կաչի։ Գայանե Հովանիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։ Ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության ժողովրդին 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով հաղթելու համար։ Ժողովուրդն իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, տեր կանգնեց անկախությանը, տեր կանգնեց ապագային, տեր կանգնեց խաղաղությանը։ Այս մասին ազգային ժողովի հանձնաժողովների նիստին 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման մեկնարկին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, տեր կանգնեց անկախությանը, տեր կանգնեց ապագային, տեր կանգնեց խաղաղությանը, տեր կանգնեց Հայաստանի Հանրապետությանը եւ պիտի արձանագրեմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է, բայց սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետեւ կարծում եմ, որ ժողովուրդը նաեւ իր կամքը հստակ արտահայտեց առ այն, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը եւ նրան ուղեկցող քրեա օլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից եւ իհարկե սա լինելու է քաղաքական մեծամասնության եւ կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք առանց հետաձգումների եւ շատ վճռական եւ հատուկ հայլերով։ Ուզում եմ նաեւ շնորհավորել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը արձանագրած արդյունքի եւ հաղթանակի առիթով քաղաքացիական պայմանագիրը կունենա խորհրդանական մեծամասնություն, ինչպես նաև կձևավորի կառավարություն եւ առաջիկա ամիսներին մենք այդ թեման քննարկելու հնարավորություն կունենանք, իսկ այսօր այստեղ է հարգելի գործընկերներ 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման առիթով եւ պիտի արձանագրեմ, որ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ, ինչը 2024 տարվա ցուցանիշից ավել է 307 միլիարդ դրամով կամ 11%-ով, իսկ 2017 թվականի ցուցանիշից ավել է 2.3 անգամ կամ 1 տրիլիոն 648 միլիարդ դրամով։ Սա առանձնահատուկ ուշադրության արժանի ցուցանիշ է, որովհետև արձանագրվում է այսպիսով, որ 2017 թվականի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է, այսինքն ավելացել է շուրջ 135%։ Որոշ կուսակցություններ ընտրակաշառք բաժանում են հենց վերջին պահին, սա է պատճառը, որ նաև ընտրությունների օրն են խուզարկություններ ու ձերբակալություններ տեղի ունենում, կարծում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ 200 ձերբակալված անձ կա, եւ ըստ էության բոլոր այս թվերը, եթե դնում ենք իրար կողք, դա վկայում են մասին, որ ձեր պնդումը, որ մենք թողել ենք այս ամենը վերջին պահին եւ իրավապահները վերջին պահին են գործում, իրականության չի համապատասխանում եւ նման պնդումներ նաեւ անում են քաղաքական ընդդիմախոսները, որովհետեւ ակնհայտ է, որ
եւ մթնոլորտը եւ սոցիոլոգիական հարցումները, որոնք մենք ունենք եւ ունենք, վկայում են այն մասին, որ իրենց վիճակը նախանձելի չէ եւ այսպես ասած ռետորաբանությունը, որ հատկապես կա վերջին օրերին, վկայում են մասին, որ իրենք այսպես իրենց պարտության հիմքերն են փորձելու գտնել ամբողջ այս քարոզչական ապատեղեկատվության հորձանուտի մեջ։ Մենք մի բան իսկապես փորձում ենք խաթարել, բայց դա ընտրական process-ը չէ։ Դա ընտրակաշառքի միջոցով իշխանության զավթման փորձն է, որը բնականաբար խաթարում ենք, խաթարելու ենք եւ թույլ չենք տալու վերադարձ նախկին արատավոր բարքերին։ Այս պայդրությամբ ուժեղ Հայաստան կուսակցությունից ընտրակաշառքի համար չեն ձերբակալվել երևի թե 7-8 հոգի, ճիշտ եմ հասկանում։ Ու դրանցից մեկը ասումից է տալի, ասում է, գիտեք ինչ, ԿՊ-ի վստահված անձը քարտեզիկով մտել է դրատեղամաս, եւ 80 միլիոն դոլարի ընտրակաշառք է դարձել, իսկ իրավապահները բռնել, ասում է, քարտեզը կրծքին մտել է դրատեղամաս, Ժորժ, ասա լուրջ չի։ Իսկ այս ընտրություններին քաղաքացիների մասնակցության բարձր տոկոսը կառավարության 5 տարիների աշխատանքի գնահատականն է, կարծում է Արայիկ Հարությունյանը։ Նաեւ այստեղ ամենայն հավանականությամբ ավելացել են գործոնը, որ մեր քաղաքացիները, որոնք երբեմն անտարբերություն են ունենում ընտրությունների նկատմամբ, գնացել են ընտրության, որովհետև տեսել են, որ ինչ որ օտար ուժեր մեր երկքաղաքացիներին եւ քաղաքացիներին օգտագործելով փորձում են քաղաքական իրավիճակ փոխել Հայաստանի Հանրապետությունում եւ մարդը վերակացել տնից, ասել է՝ մի րոպե, ես եմ որոշող քաղաքացին եւ ես գնալու եմ եւ քվեարկեմ։ Իսկ եթե վարչական ռեսուրսի կիրառում եղել է, ապա իրենք էլ շահագրգիռ են եղել դրանց հետաքննման ու բացահայտման գործում, նշում են շտաբի ներկայացուցիչները։ Հազար ներողություն սիրելի քաղաքացիներ, բայց սա այն բառամթերքն է, որով ընդդիմությունը դիմում է իր ընտրողին։ Այս ոչխարներին առաջս եմ արել ու տանում եմ ստեղ կամ ընդեղ։ Ճիշտ է։ Փողը տալիս է առաջնա։ Դուք սա համադրում եք այդ վարչական ռեսուրսի հետ կապված մի վարքյան, այդ վարչական ռեսուրսի հետ կապված հակադրումը, որ ես տեսել եմ, եղել է ինչ-որ մի դրվագ, պնդում, որ մի դասախոս իրանց Facebook-ի չաթում ուսանողների հետ voice արել, ասել երեխեք ջան, այսօր վարչապետն է գալի, եկեք գնանք միտինգ։ Հիմա կներեք, երբ որ դուք սրանք դնում եք նույն հարթության վրա, իմ բանականությունը վիրավորվում է։ Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որպես կենտրոնական շտաբի ղեկավար։ Ես նոյեմբեր ամսից շտաբի ղեկավարն եմ։ Կես բառ հանձնարարական վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ կենտրոնական շտաբում չի եղել։ Կենտրոնական շտաբի ղեկավարի տեղակալը Տկեն նախարարն է։ Կես բառ կես հանձնարարական իր կողմից այս առումով չի եղել։ Հետընտրական զարգացումների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին եւս հետաքրքրվեցին լրագրողները։ Քոչարյանն ասել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, շատ վատ է ավարտվելու։ Իր համար շատ վատ կլինի, որովհետև իր քաղաքական ուժը չի անցնելու խորհրդարան։ Եվ լինելու է իր համար վատ։ Երբ ընտրությունները չեն կեղծվում, իսկ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման էջը փակված է 2018 թվականից, այդտեղ հետընտրական զարգացում չի կարող լինել։ Ընտրության մասնակցելու համար Հայաստան եկածներին վարժական հավաքներում ներգրավելու մասին եւս հետաքրքրվեցին լրագրողները։ Դե իրենցից մեծ մասը տենց երևի կյանքում առաջին անգամ հիշեց, որ ընտրություններով քաղաքացիական պարտքը պետք է տա, եւ պաշտպանության նախարարությունն էլ կարծես դե որ տենց միտք է մոտը հղացել, ըստեղ էլ մի պարտքել կա քաղաքացիական, որ պետք է տա մասնակցի վարժանքներին։ Վարդուհի Արզումանյան, Իրանը հունիսի 7-ի երեկոյան հարվածներ է հասցրել Իսրայելին ապրիլի սկզբին հաստատված հրադադարից ի վեր առաջին անգամ։ Գրոհներն իրականացվել են ի պատասխան Իսրայելի կողմից Բեյրութի արվարձաններում Իրանամետ Հզբոլահի թիրախների գնդակոծության։ Իսրայելը հայտարարել է, որ որսացել է Իրանից արձակված բոլոր հրթիռները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նշել է, որ հաջորդ 7 օրվա ընթացքում հրեական պետությունը կբախվի շարունակական հարվածների։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ թիրախավորել է 2 ռազմաբազա։ Իսրայելը
չպատասխան հարվածներ է հասցրել։ Ըստ իրանական լրատվամիջոցների պայթյուններ են լսվել Սպահանում, Քարաջում, Թավրիզում եւ Թեհրանում։ Մայրաքաղաքի օդանավակայանի մերձակայքում օդային տարածքը փակվել է։ Նաեւ հաղորդվում է, որ Իսրայելը հարվածել է Իրանի հարավարևմտյան Բանդար Մահշահր քաղաքի նավթաքիմիական գործարաններից մեկին։ Իսրայելը նաեւ հայտարարել է Եմենից իր ուղղությամբ հրթիռի արձակման մասին, տուժածներ եւ ավերածություններ չկան։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ստեղծված իրադրությունը քննարկել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Կատարի եւ Թուրքիայի իր գործընկերների եւ Պակիստանի բանակի հրամանատարի հետ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Էքսիոսին հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կխնդրի չպատասխանել հարվածներին, որպիսի Իրանի հետ հնարավոր գործարքը չխափանվի։ Նրա խոսքով համաձայնությունը մոտ է։ Իսկ Financial Times-ի հետ զրույցում Թրամփն ասել է, որ Նեթանյահուն այլընտրանք չի ունենա, քան համաձայնել ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ կնքվող ցանկացած համաձայնագրի։ Fox News-ի հետ զրույցում էլ նա դիմել է Իրանին, կոչ անելով վերադառնալ բանակցությունների։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը դժգոհություն է հայտնել Իսրայելի կողմից Բեյրութին հարվածների առնչությամբ։ Լոնդոնում բանակցություններ են կայացել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի ղեկավարների միջև։ Կողմերը համատեղ հայտարարության մեջ 5 պայման են առաջադրել Ռուսաստանի հետ պատերազմում արդար եւ տևական խաղաղության հասնելու համար։ Նախ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Բանակցությունները պետք է մեկնարկեն հիմք ընդունելով ներկայիս շփման գիծը եւ միջազգային սահմանները չպետք է փոխվեն ուժով։ Հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ուկրաինան պետք է ունենա հզոր եւ իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիք։ Ռուսական ակտիվները պետք է սառեցված մնան մինչև Մոսկվան դադարեցնի պատերազմը եւ փոխհատուցում տրամադրի Կիևին պատերազմի պատճառած վնասների համար։ Եվ 5-րդ ցանկացած համաձայնագրում պետք է հաշվի առնվեն եվրոպական անվտանգության շահերը։ Բանակցությունների ընթացքում Քիր Սթարմերը, Էմանուել Մակրոնը եւ Ֆրիդրիխ Մերցը սատարել են հրադադարի հասնելու համար Վոլոդիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցությունների գաղափարը։ Նրանք նաեւ անսասան աջակցություն են հայտնել Ուկրաինային, նշել, որ Եվրոպան պետք է կարևոր դեր կատարի ցանկացած կարգավորման գործընթացում, միևնույն ժամանակ շեշտելով ԱՄՆ-ի հետ գործակցության կարևորությունը։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը երկօրյա պետական այցով ժամանել է Հյուսիսային Կորեա այդ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպման։ Սա նրա առաջին այցն է 2019 թվականից ի վեր։ Մեկնելուց առաջ Սի Ցինփինը հայտարարել է, որ այժմ երկու երկրների հարաբերությունները պատմական նոր ելակետում են գտնվում եւ ունեն զարգացման նոր հնարավորություններ։ Նրա խոսքով Չինաստանի եւ ԿԺԴՀ-ի նպատակն է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում եւ աշխարհում։ Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, գրեթե 130-ը վիրավորվել, փլուզվել են շենքեր, ցնցումները գրանցվել են Մինդանաո կղզու ափին։ Երկրաշարժին հաջորդել է 138 հետ ցնցում։ Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում եւ Ճապոնիայում ցունամիի վտանգ է հայտարարվել։ Սյուզաննա Չրաղյան։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացրած միջոցառումների հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի համակիրներն այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաեւ այդ նպատակով ընտրողներ հավաքագրելու պայմանով Ռուսաստանաբնակ ամուսիններ հանդիսացող Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիների խոստացել են հունիսի 8-ին ընտրվելուց հետո լուծել թմրամիջոց պահելու համար Ռուսաստանի Դաշնությունում դատապարտվող վերջիններիս որդիներին ազատ արձակելու եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցը։ Սեկտը բաց չի էլի որ Ռուսաստանը բողոքած կլա, որ այս դատարանը համաձայն չէ, նա վերխում Սամ կազան մագնիման չկա, աստուածությունը, որ ամսիվիթին ինքը ըրնի, իրան կնդար, ուրամը հաշվիներ է լախտը, իրանց մաշինի մեջ վավշոր ուրիշ բան արվել է, 228 հոտվածը վրտվել են, թեմյանի մամեքի ծերը մի քանի գրամ նարկոտիկ ալել, իրանք 6 ամիս նստել են։ Արա ես
Պտղավանից մարդ կա, իրա բանն է, էլի ակտիվիստներից է, այս, որ կինացինք, այդ մարդը կանչեց, ասացի այս մարդին այդ ծանոթացի ասմա, սա բանա, Սամվելի հորքուրի տղենա, սա Ռուսաստանի հետ կապված գործերը ինքն է անում։ Արմենյանը դարձել զբաղվել է, այդ մարդկանց գրգել է, Սարգիսիչն ասել է ամսի 8-ին, զբաղվենք, դարձը գնացենք, երեխեք կգան, պրոբլեմ չկա։ Անի օպար, կանամ ամենք մի հատ կմպսնենք, Ես 21 թվին ամսի 8-ին վազուն ենք զերգար, գնանք ասում դեվեդավան մարդիկ են, որ թաղծուված է, որ կես մարդիկ են չի ողջան, որ գեղի խաղը ձայնը բանավ Պրոստը զուտ մարդկայնով են, որ մենք են մեր ճակատապարզ ասենք բրատան, ես տողու հարցը զով է կարել, ես մարդիկ է կարացել են, ես բաննան են, որ մենք են ճիշտ տնենք Դա օպորա վայրի եմ, հա? Դի պայքար է Մարդիկ կելս են դրսից, Նոր գնացի նոյեմբեր, սաղ ճամփին բան է, ռուսական համարն է ակայնած դինջանում են ամեն մի բեսեդքի մոտ կանում ես Կավո պայմանավորված ավչետքի պրոցս դասարան է, դել ամեն ինչ անել են, մի խոսքը վայջանակ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են բարութային գործողություններ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի եւ քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ Ուժեղ Հայաստան կուսակցության համակիրն այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշարք 10 րոպե չեք կարող տրամադրեք մի բան, նստեք երկու հոգով իրեք հոգով խոսակ հաղթանակի պատահում, բողոքնեք կարող ով է աշխատանքը։ Մենորը տվավ, քեզ 300, մեզ մարդա 200, ինձ Հայկոյին Արտուրին, ոշմոքշին 900 տվավ էլ, բախտոր ես երկունակ ելնեմ, ծախսելի բանի փողել, արտուրին թողեմ, ասում էր, որ Արտուրգան բանկարն, ոստանքները ասում հատապոնի դիշելացություն, ինքնականորեն տղեկին են տղեկին կտում ամեն կտացում վամի վարում, շուտ վարում չկաղավ։ Արտուրին անցած է կաղով տվել է։ Ես նույն հարուց է։ Արտուրին կաղամ ես մեկը հաղու տանք, այս Հայկոյին անցածը հաղու ենք տվել, Հայկոյին գոնե 200 տանք։ Ահորեն ամսի մեկի, ամսի 7 կոմերի կտանք, մի հատ աշխատավոր հազարով իրակամի համար կստանք։ Բան են որ տավատան։ Եթե լավ եմ, եթե ընտրվենք, ես տանան շատ կտան։ Բախտն է, մի բար եմ աղե։ Շամանի իսկապտի որ կորղազարոտ է, մի կորղազարոտ, վերանով է ստաշտի։ Չէ, հաշվի ես բան չեմ ասել, քո ասում սաղերա, բայց չես սարել, երկու շալվարի սարել է քավազան։ Ինչ ասեմ, արի բանում եմ ասել թե։ Լավ փոխել է։ Հա, լավ նստի, ես հետո ինչ ետ նորդ։ Ակաշանավեկը։ Ամիս ինչ է սպատել։ 100 միլիոն 22 միլիոն։ Այ ոսը ջավայ։ Սամ շունչը 200,000։ Դե տա ասել ես 10 շունչ, էլի անգրակ եմ 10 10 ծեն է էլի։ Ծիրած է։ Ասել իրացա 10 ծեն կա, շունչ 200։ Ամսի 7-ի ընտրությունների արդյունքներից հետո ինքը մեկա մեյմունություն անելու, տևելու է մի քանի ժամ տևի, մտնելու են վերանը, կովորով իրա կողք կայնում։ Մրեն բլաշ տղեկալ ենք, ես անգամ ասենք դե արի տենան կովար մեր հետ պատերազմանը։ Արդան քեզի հարազատ մարդ կա, որ քեզի լսում է, քեզի բանանում, ամբողջ փափփդի աշխատեց, որ դրան հանգստեն չտա։ Բախովը ինչով է։ Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են բարութային գործողություններ։